Հայաստանի Հանրապետության երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից 1 տարի անց ոլորտի դերակատարները եւ շահագրգիռ կողմերը համախմբվել են քննարկելու օրենքի ընձեռած հնարավորությունները համայնքներում առավել կիրառելի դարձնելուն ուղղված հարցեր։ Երիտասարդական քաղաքականությունը համայնքներում ազգային երկօրյա համաժողովի առանցքային հարցերը վերաբերում են տեղական ինքնակառավարման մարմինների անելիքներին, ինչպես վերհանել երիտասարդների կարիքները, դրանք ծրագրերի վերածել եւ ապահովել երիտասարդների ոչ թե ձևական, այլ իրական մասնակցությունը որոշումների կայացմանը։ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հենց այն գործիքն է, որով մենք կարող ենք ապահովել, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր բնակության վայրից, անկախ սոցիալական վիճակից ունենա ձայն, հնարավորություն եւ մասնակցության իրական հարթակ։ Այս գործընթացում շատ կարևոր է բոլորի դերակատարությունը։ Շատ կարևոր է թիմերի դերը, որպես քաղաքականությունների, տեղական քաղաքականությունների մշակման եւ իրականացման առաջնային գրողներ, կարևոր է պետական մարմինների դերակատարությունը, որպես համակարգող եւ աջակցող ուժ, կարևոր է քաղաքացիական հասարակության եւ մեր երիտասարդական կազմակերպությունների դերը, որպես մասնակցայնության եւ վստահության կառուցման հենասյուներ, եւ իհարկե ամենակարևորը հենց երիտասարդների ներգրավվածությունն է, առանց որի որևէ քաղաքականություն կենսունակ լինել չի կարող։ Դա մենք նոր չենք սկսում, մասնակցային գործընթացներով մշակել իրավական փաստաթղթեր, որ հետագայում հենց դուք տեղերում, համայնքներում կիրառելու եք, օգտագործելու եք, որ նպաստեք, եթե խոսենք այսօրվա համաժողովի խորագրին համահունչ, աջակցելու եք համայնքներին մշակել տեղական երիտասարդական քաղաքականություններ։ Համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակման համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում համայնքային երիտասարդական կենտրոնները։ Այս մասով տեղական ինքնակառավարման մարմիններին նոր լիազորություններ են վերապահվել։ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո համապատասխան լրացումներ են կատարվել նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքում, մասնավորապես աջակցել երիտասարդական կենտրոնների հիմնմանը եւ սահմանել երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների հաստիքներ, կենտրոնների գործարկման եւ երիտասարդական աշխատողների վերապատրաստման կարգը, որակավորման չափորոշիչներն ու մեթոդաբանությունը մշակում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Որը կրկին գալու է իջնի համայնքներ, որովհետեւ համայնքներ ունենան երիտասարդ աշխատողներ, իմանան ինչ գործառույթներ պետք է իրենք իրականացնեն, ինչպես պետք է աշխատեն երիտասարդների հետ։ Մենք որպես նախարարություն այդ ընթացքում պարտավորություն ենք վերացնում իրենց վերապատրաստենք, տանք այդ գործիքակազմը, որոնք պետք է այսօր արդի երիտասարդին կարողանա իր կարիքներին համապատասխան աշխատանք իրականացնել մասնագիտական, ցանկացած տիպի լիազորություն, երբ որ պատվիրակում է թիմերին, փոխանցում է թիմերին, դրա հետ մեկտեղ պետք է թիմը ունենա կարողություն դա իրագործելու համար։ Եվ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մեր գործընկերները դա իրականացնում են բավականին արդյունավետ կերպով, որովհետեւ այս process-ը զուգորդվում է նաեւ համապատասխան վերապատրաստումներով, ինչը հնարավորություն կընձեռի թիմերին ունենալու համապատասխան կարողությունները երիտասարդական քաղաքականությունը համայնքներում արդյունավետ իրականացնելու համար։ Համաժողովի օրակարգում նաև պանելային քննարկում է։ Բանախոսներն անդրադառնում են երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո կատարված աշխատանքներին, առկա մարտահրավերներին եւ ակնկալիքներին։ Ներկայացվում է նաև փորձագիտական խմբի մշակած համայնքային երիտասարդական քաղաքականության մեթոդաբանության նախագիծը։ Երիտասարդներն էլ հարցադրումներ, դիտարկումներ եւ առաջարկություններ են անում համայնքներում համապատասխան երիտասարդական միջավայրեր ունենալու վերաբերյալ։ Համաժողովն իրականացնում է Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ Եվրոպական միության բաց կառավարման գործընկերության հետ գործակցությամբ, Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։